արտանյութում տղամարդ է, որի վզից ջնջիլ է գցած, եւ նրան մի ուրիշ տղամարդ ման է ածում, տանմա ջուր խմելու, հետո տանմա ուրիշ տեղ։ Ազգային ժողովի ամբիոնի մոտ կանգնած էս բանը, որը sense չամարտակում է ու հոխորտում է ու ինչ որ վիդեո է ցույց տալիս ու ասում է տեսեք, որ հնում նախկինում sense բան ա եղել ու հղում է անում Հայաստան դաշինքին, այդ վիդեոն ինքը իրականում ճիշտ է ասում, որ այդ վիդեոն կա, արկայա ինքն էլ բերելա ցույց է տալիս, բայց ինքը մոռացավ բացատրել, որ այդ վիդեոյի մեջի մարդը մեղմ ասած, ինքը շատ անարժան տխմար մարդ է, ով որ եկել է իր զոհված ընկերների անունից, ասել է գեներալ Մանվելին փող տուր, տանեմ այդ մարդկանց ընտանիքներին օգնություն տամ, ու այդ փողը մղսել է, ես չեմ հիշում կամ խմել է, կամ կրվել է, կամ խաղացել է, մի խոսքով նպատակին չի ասել, ու գեներալ Մանվելը իր իսկ ձևով պատժել է ու հələ քիչ է արել, շատ քիչ է արել։ Ես սրանով չեմ արդարացնում, որ պետք է արդարադատությունը տեղի ունենա, ինչ որ դեմոկրատիա, բան ցես բաներ, այդ տխմարագույն բառերը չեմ սիրում, բայց գեներալը ինքը գտել է ճիշտ ու ինքը պատժել է, որովհետև ինքն է տվել իրանց զոհված ընկերների համար։ Իսկ այս տխմարը, որը տենց հոխորտում է ազգային ժողովի ամբիոնից, այ իր համար հիմա ես ցույց եմ տալիս այս վիդեոները ու կբացատրեմ իր ու իր հոգևոր առաջնորդ Աթաթուրքի ցիլոն, թող հիմա նայեն այս նյութերը։ Hayır ben çok payoğlu. Postuma girmek istedin ne yapsandır? Doğuşan oturmuyor be burada. Doğuşan oturmuyor millet. Uğraş yığın uğraş. Sen kişileri petlemeyi lazımdı. Arvatlarınızla hamsını sıra vermeyi lazımdı. Nesli vızı. Küçük yığını küçük. Uğraş. Dünən Köhnə Tağlar istiqamətində gedən döyüşlərdə əsir düşən yaralı erməni əskərinə ordumuz tərəfindən pis rəftar göstərildi. Erməni əskərinin bağırsağı çölə çıxdı və onun vəziyyəti pis olduğu görünür. Əskərlərimiz deyir ki, o bizə qumbara atmaq istəyirdi. Əskərlərimiz isə buna baxmayaraq ona ilkin yardım göstərdilər. То ай մարդա նման կենթանի փրչոտ, որ դու այտենց խրխռում ես ու ասում ես 2000 թվին ժինջիլը կապել են ման են տվել։ Այ կենթանի, այս մարդկանց, որ ստորացնում են, նսեմացնում են, վիզը կտրում են, դրանք մեր հայրենակիցներ են։ Դրանք արժանապատիվ հայ մարդիկ են, ովքեր որ կռիվ տվեցին մեր Արցախը պահելու համար, այն Արցախը, որը որ դու ու քո հոգևոր առաջնորդը Աթաթուրքի ցիլոն նվիրաբերեցիք Ադրբեջանին։ Հենց դու ես պատասխան տալու։ Դու կոնկրետ այդ վիդեոների նյութերի մեջ, ոնց որ նսեմացնում ու պատժում են հայ զինվորին, դու այդ արժանի պատիժն ես ստանալու հենց այս հողի վրա ու նաև երկնքում դու դա լավ իմացի, որովհետև դու հիմա կոստյում հակած հոխորտում ես ազգային ժողովից ու հիշում ես անցյալը, այն անցյալը, որ դու դեռ չկայիր կար Արցախ, դու դեռ չկայիր հայ մարդիկ Արցախ էին պահում ու Հայաստան էին սարքում։ Այ կենթանի, դու լավ հիշի, որ դու այս հողի վրա շինջիլը վզիդ նույն ձևի քո պատիժը ստանալու ես ու խրխռալու ես, հետո վերևում ես պատասխան տալու։ Դու դա լավ իմացի ու այդ օրը 100% գալու է, դա սարերի հետևում չէ։